Բարև ձեզ, CVK-ի եթերում այսօր զրուցելու ենք Հանրապետություն կուսակցության քաղաքախորհրդի ներկայացուցիչ Ալին Խաչատրյանին։ Տիկին Խաչատրյան, շնորհակալ եմ մեր հավերն ընդունելու համար։ Տիկին Խաչատրյան, Հանտ Մարգարյանը 168-ին հարցազրույց տալու ընթացքում խոսքը բերեց, հանգեցրեց պորտկմանը, որ այնպիսի իրավիճակներում, երբ ժողովուրդը չի կարողանում իրացնել իր իրավունքները կամ չգիտեմ անարդարության զգացմունքներ ունենում եւ այլն, պորտկում է տեղի ունենում եւ հոկտեմբերի 27-ը 99 թվականի տեղի ունեցած նա որակեց որպես պորտկում ու նշեց, որ նույնը կարող է տեղի ունենալ նաեւ ապագայում եւ այդպիսի պորտկում կարող է տեղի ունենալ, որը ըստ նրա չնայած հետևանքը կարող է շատ վատ լինել Հայաստանի համար, բայց բուն ակտը նա կոչեց սրբության սրբոց։ Ինչպես գնահատեք այդ հոկտեմբերի 27-ի այդ ոչրագործությունը պորտկում բնորոշ։ Ես կարծում եմ Հրանտ Մարգարյանն ինքն իրենով արդեն գնահատական իր տրված է դաշնակ լինելով, դաշնակցությունն այդ գնահատականը, դաշնակցությունը ներողություն արտադրության համար ինձ համար համենայն դեպս վեներական հիվանդությանը հավասար մի բան է եւ ինքը իր գնահատականը դրանով դաշնակ լինելով տվել է։ Բազմիցս ենք խոսել այն մասին, որ թե դաշնակցությունը, թե դաշնակցությանն ուղղորդող արտաքին ուժերը հոկտեմբերի 27-ը որակել են պորտկում, ողջունել են, այդ թվում նաև ռոմանտիկների մասին, այո, Վազգեն Մանուկյանն իրենց վարչապետի թեկնածուներ, հա, պատերազմից հետո ասել է, եւ դա զարմանալի չէր, եւ դա կարծում եմ այս փուլում շատ կարեւոր է, որ իրավապահ համակարգը այլ ավելի խորը ուսումնասիրի, որտեղ քանի որ հիմա հոկտեմբերի 27-ի գործի նորից չէ, քննության ընթացք է գնում եւ կարծում եմ մի քիչ ավելի խորը պետք է ուսումնասիրեն Հայաստանի Հանրապետության քաղաքական թևերը, ինչ կապվածություն կարող են ունենալ հոկտեմբերի 27-ի հետ։ Գիտեք, իրենց գնահատականը ու հոկտեմբերի 27-ից հետո Հայաստանի Հանրապետության վիճակը, պարտությունները մեր, առհասարակ 20 տարիների այս վիճակն արդեն ժողովուրդը նաև իր վերաբերմունքով տվել է դաշնակցությանը եւ հիմա իրենք ինչ էլ ասեն, իրենց ասած եմ։ Տիկին Խաչատրյան, տեսեք ինքը եւս նշում է, որ հետևանքները վատը կլինեն։ Ասում է, որ պորտկումը վատ բան է, որովհետև դա չկառավարվող քաոսի կարող է վերածել երկիրը ավելի քան հիմա վատ է, հիմա ավելի վատ կարող է լինել ըստ այդպիսի պորտկման դեպքում, հա, ճակատագրական։ Ես չեմ կարծում, որ իրենց համար վատ կլինի, իրենք երևի թե դա երազում են եւ դրա համար էլ դա համարում են պորտկում սուրբ պորտկում։ Դե հենց դա է հարցը, եթե նույնիսկ ենթադրենք, որ իրոք իրենց կարծիքով կարող է հետևանքը ավելի վատ լինեն, ապա բուն ակտը սրբության սրբոց որակելով եւ համեմատելով դա հոկտեմբերի 27-ի հետ այդ ժամանակների եթե իրողություններ վերադառնանք 99 թվական հետ գնանք տեսանք որ հետևանքները իրոք վատ եղան այդ բուն ակտը սրբության սրբոց որակողներ կային արդյոք իր դաշնակցությունից էլ դուրս գանք հասարակական լավ է վերջապես բրծանք սրանցից գիտեք սա շատ լավ հարցազրույց էր որը տվեց դաշնակցականը, որը ես շատ կուզեմ շատ տարածվի հասարակության մեջ եւ վերջապես հասարակությունը ճանաչի ովքեր են ուրախացողները հոկտեմբերի 27-ով, որովհետեւ առաջիկայում 2026 թվականի ընտրություններն են ու հասարակությունը պետք է իմանա, երբ ինքը ձայն տա Ռոբերտ Քոչարյանական եւ Ռոբերտ Քոչարյանական դաշնակցականական այդ ուժերին, ձայն է տալիս հոկտեմբերի 27-ին սրբություն համարողներին։ Հետեւաբար եւ հոկտեմբերի 27-եր նորից ցանկացողներին Հայաստանի իսկ հոկտեմբերի 27-ը հայոց պատմության ամենածանր, ամենաամոթալի էջերից մեկն էր, որը բերեց այսօրվա 21 թվականի հետևանքներին, որը բերեց այս ամեն ինչին, ինչ կա Հայաստանի Հանրապետությունում այսօր։ Հետևաբար նույնիսկ եմ ասում, այն մարդիկ, այն քաղաքացիներով պետք է գնա 26 թվականին եւ ընտրի քվեաթերթիկը, երբ որ ինքը կընտրի պրոքոչարյանական, դաշնակցական, այդ թեկուզ ուրիշ անուններով, հա, դրածին անուններով թեկնածուներին ինքը ձայն է տալու հոկտեմբերի 27-ին սրբություն համարվողներին։ Այս շատ լավն էր ու մարդիկ պետք է սա շատ լավ տարածվի հենց մեր բոլորի կողմից, որպեսզի մարդիկ իմանան, թե ում են ձայն տալու։ Եվ սովորական քաղաքացին, քաղաքական գործիչը, ցուցակում ներգրավված մարդիկ, ովքեր կլինեն այդ ցուցակներում, իրենք համարում են հոկտեմբերի 27-ը սուրբ բան, որը եղել է Հայաստանի Հանրապետության սուրբ ակտ, որը եղել է Հայաստանի Հանրապետության պատմության մեջ։ Տիկին Խաչատրյան, խոսեցիք Քոչարյանից, մի փոքր խորանալով 99-ի դեպքերի մեջ, եթե տարիքով մարդիկ կհիշեն, եթե տարիքով չեն ուսումնասիրել են հավանաբար, հիշում ենք, որ
99 թվականից հետո Ռոբերտ Քոչարյանը երբ չուներ միանձնային իշխանություն, Արամ Զավելիչին նշանակեց վարչապետ, այնուհետև նա կարողացավ Վազգեն Սարգսյանի թիմակիցներին կամաց դուրս մղել իշխանությունից եւ կոնսոլիդացնել ողջ իշխանությունը իր ձեռքում ու ըստ էության ամբողջ իշխանությունը վերցրեց նա կարճ ժամանակ հետո։ Երբ մենք տեսնում ենք, որ Շարաֆ Մարգարյանը դաշնակցությունը Ռոբերտ Քոչարյանի թիմակիցներն են ըստ էության։ Իհարկե։ Եվ ոչ այսօր միայն 90-ականներից, այո, Լևոն Տեր-Պետրոսյանը զերկել էր իրենց գործունեությունը ծավալվի իրավունքից եւ Քոչարյանը եկավ ու փաստ թողեց, ազատ արձակեց։ Այդ ժամանակից սկսած իրենք քոչարանական թևում էին։ Ինչու այդ հետևանքները նույնիսկ Մարգարյանի գնահատմամբ ծանր եղան, չէ՞ որ իրենց թիմակից, իրենց առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը կարողացավ ամբողջ իշխանությունը վերցնել։ Հետևանքները ինչու այդքան վատ եղան Հայաստանի համար։ Ես չեմ կարծում, որ ինքը հոկտեմբերի 27-ը նկատի ուներ ծանր Հայաստանի համար, իրենց համար դա սուրբ ակտ էր, որը եղել է։ Ես կարծում եմ Պորտկում ասելով ինքը նկատի ուներ ավելի շատ 18 թվականի հեղափոխական ժողովրդի Պորտկումը եւ ընդամենը մեկը մյուսի հետ կապեց Պորտկումը, ինքը տարբեր Պորտկումների մասին ուղղակի մի համատեքստում խոսեց։ Ես չեմ կարծում, որ իրենց համար դա վատ հետևանքներ էր։ Այո, Վազգեն Սարգսյանից հետո Արամ Սարգսյանին Քոչարյանը դրեց վարչապետ, Արամ Սարգսյանը գնաց վարչապետ, նշանակեց, այս Արամ Սարգսյանը նշանակվեց վարչապետ Վազգեն Սարգսյանի ընկերների Հայաստանի Հանրապետության շահից ելնելով ու միակ վարչապետն է Հայաստանի պատմության մեջ, որին հեռացրել են եւ սեփական դիմումի համաձայն չի հեռացել ու նաեւ ոչ միայն Արամ Սարգսյանին, այլ Վազգեն Սարգսյանի ընկերներին, այդտեղ մի շարք մարդիկ եղան, որոնք քաղբանտարկյալներ դարձան, Ուժեղը Սաղաթելյան, Զմբատը, մի խոսքով բոլորին հերթով իր շրջապատից անելով եւ ինքը իր պրոդաշնակցական շրջապատով մնալով պահեց իշխանությունը ու Հայաստանի Հանրապետությունում կեղծված իշխանություն է փաստացի, որովհետև ես չեմ հիշում ընտրություններ, որից հետո ամբողջ մի ժողովուրդ չի դուրս եկել փողոց եւ ծեծով, ջարդով ժողովրդին ուղարկվել է տուն։ Հատկապես 2003-ի ապրիլի 12-ին ես ինքս մասնակից եմ եղել այն ամեն ինչ մենք տեսել ենք Քոչարյանական իշխանության ժամանակ հետընտրական շրջանում, ես կարծում եմ գրեթե ոչ մի երկրում չի եղել։ Մարտի 1-ից հետո ամենադաժան իրադարձություններից 2003 Այո, 2000 մեկը մյուսի տրամաբանական շարունակությունն էր։ Եվ բացի դա Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն կեղծեց ընտրությունները, նաև իրավունք չուներ մասնակցել 98 թվականի ընտրություններին, որովհետև չուներ Հայաստանում քաղաքացու բնակվելու այդ անհրաժեշտ ցենզը։ Գալով 68-ի հարցազրույցին պարոն Մարգարյանի խոսքերից նա երբ լրագրողը հարցնում է, որ այս ապագա իշխանափոխությունից, հեղափոխությունից հետո, որը պետք է լինի այդ պորտկումից հետո, հա, որ հույս ունեն, որ տեղի կունենա, պետք է նաև սպայակույտի, այսպես է բնորոշում լրագրողը, սպայակույտի փոփոխություն կատարել, որովհետև ինչպես կարող է այս բանակի այս հրամանատարությունը կատարել քաղաքական այս ղեկավարության հրամանները, իսկ ի պատասխան պարոն Մարգարյանն ասում է, որ ինքը հույս ունի, որ եւ չի հավատում, որ այս զինվորականները այնպես են մտածում, ինչպես իրոք արտահայտվում են, մասնավորապես խոսքը գնում էր երկրապահի մասին, Սասուն Միքայելյանի մասին, սա ինչպես կբնորոշեք, որովհետև ինքը Ես չեմ զարմանում, որ իրենց համար սպաները սպայակույտ են անվանվում, որովհետև իրենց իշխանության ժամանակ այն սպաներն էին իրենց համար այսօր երևի թե հենց սպայակույտ ասենք, այն սպայակույտն էր բանակում, ով դուրս էր գալիս ժողովրդի դեմ, տանկերը բերում էին Երևանի կենտրոն, հոկտեմբերի 27-ից հետո, հա, մենք ոչ չենք մոռանում այդ ամեն ինչը, հետևաբար իրենց համար այսօրվա բանակը պետք է սպայակույտ լինի, նույնիսկ մեկնաբանելն է ամոթ, նույնիսկ այդ մասին խոսելն է ամոթ, Գիտեք, մենք խնդիր ունենք հենց այդ լրագրողակույտին խելքի բերելու ու հենց երևի թե պետական լուրջ միջամտություն պետք է լինի, որպեսզի լրագրությունը նորից սկսի աշխատել նենց ոնց լրագրությունն է եւ ոչ թե ամեն բլոգեր, ամեն, չգիտեմ, ոչ մասնագետ դառնա լրագրող ու իրեն թույլ տա իրավունք վերապահի բանակին այդպիսի անունով դիմել։ Իսկ երկրապահին անդառնալուց Գիտեք, երկրապահը ես կարծում եմ ցանկացած զինվորի կարելի է հարցնել պատերազմ անցած այսօր սահմանը պահող սահմանում գտնվող զինվորի թե ինչ կարևոր է երկրապահի դերը, թե ինչ միշտ կարևոր է եղել երկրապահի դերը սահմանում, այսօր էլ այդ տղաներն են սահմանում կանգնում առաջնագծում, բայց ինչպես է կատարում այս իշխանության հրամանները, օրինակ
հենց լրագրող ասում է ես ամոթ եմ ապրում, ասում է, երբ տեսնում եմ, որ հայկական բանակը չի արձագանքում եւ ընդհանրեն հեռադիտակներով նայում է ինչ է տեղի ունենում Արցախում 2023 թվականի սեպտեմբերին։ Ինչպես են կարողանում այդ հրամանները կատարել, չխառնվել։ Ես զարմանում եմ, թե Դավիթը ինչպես է կարողանում այդ հրամանները կատարել եւ այդպիսի հարցեր տալ ու մտածել առհասարակ իր հյուրին դիմաց կանգնած եւ խոսել որևիցե կերպ բանակից եւ որևիցե կերպ իշխանությունից, ինչքան էլ լավը լինի, ինչքան էլ վատը լինի այսօրվա իշխանությունը, ոչ մի ձև իր հյուրի տաղավարում այդ պահին գտնված հյուրի իշխանության տարիներին, հա, տարիներից չի կարող վատը լինել։ Ես կարծում եմ Հայաստանի Հանրապետությունը ել երբևիցե չի ունենա այդքան վատ իշխանություն, որը վաճառեց Հայաստանի Հանրապետությունը գույք պարտքի դիմաց, որի իշխանության ժամանակ եղավ հոկտեմբերի 27 եւ իրենք համարում են դա սուրբ ակտ։ Հետևաբար, գիտեք, նույնիսկ հիմա եմ վատ զգում ինձ մեկնաբանել իրենց, բայց նորից եմ ասում, սա շատ կարևոր է այս մասին անընդհատ խոսել, շատ կարևոր է իրենց արտահայտությունները դնել, որպեսզի այն քաղաքացին, որը գնա, նորից եմ ասում, սա հաճախ եմ ասելու արդեն իսկ, ձայն տա այն դաշնակցական պրաքոչարյանական ուժերին, նշանակում է ձայն է տալիս հոկտեմբերի 27-ին, ողջունում է հոկտեմբերի 27-ը եւ համարում է դա Հայաստանի Հանրապետությունում սուրբ ակտ։ Տիկին Խաչատրյան, քանի որ խոսեցինք գույք պարտքի դիմաց ծրագրից, վերջերս տարածեցին, որ Արամ Սարգսյան այդ տարիներին ճատագովել է այդ ծրագիրը եւ Արամ Սարգսյանը վարչապետի վարչապետ լինելուց 2 տարի հետո է եղել գույք պարտքի դիմացը, հետեւաբար իրենց տարածվող սուտ լուրերը իրենց բնորոշ հերթական տարածվող սուտ լուրերն են, որը մեկնաբանում են տարեթվերը։ Մյուս կողմից էլ Ռոբերտ Քոչյանը ասում է կամ Քոչյանամերձ շրջանակներն ասում են այդ գործաները չաշխատող գործարաններ էին, դրանք մենք իշխանությունը նրա համար է, որպեսզի գործարաններն աշխատեցնի։ Գույք պարտքի դիմաց մենք տվել ենք եւ այդ գույքերը, հա, այս պահին աշխատում են, ինչ որ բանի համար օգտագործվում են համենայն դեպս։ Իշխանությունը հենց նրա համար է, որ չաշխատողը աշխատեցնի։ Բայց այդ ժամանակ եթե այդքան անպետք էին, ոչ մի այլ պետություն այդքան հիմար չէր, որևիցե բան վերցներ անպետք։ Դե ասում մենք ներդրումներ չէինք կարող անել, ռուսները ներդրումներ էին անում, կարող էինք ներդրողներ բերեիք։ Դե բերեն, ռուսներին բերեն որպես ներդրողներ, Տիկին Խաչատրյան, չէ՞ կողքում։ Նվեր է դա։ Իհարկե նվեր է, երբ նայում եք ինչ է գնացել գույք պարտքի դիմաց, իհարկե նվեր է։ Եվ վերջում եզրափակին կրկին հարցազրույցով, այստեղ շատ խորելու բան է ասում պարոն Մարգարյան, ասում եմ, հիմա իշխանությունը առաջարկում է խաղաղություն։ Ընդդիմությունը ըստ էության ասում է, որ ես էլ եմ խաղաղություն բերելու, բայց մարդկանց չեն պատրաստում ոչ խաղաղության, ոչ պատերազմի, որովհետև այդ խաղաղությունը միայն մեզանից չի կախված։ Հիմա մարդիկ անընդհատ անորոշության մեջ են, միացնում են հեռուստացույցը եւ անորոշության մեջ են, որովհետև չգիտեն ինչ է լինելու։ Ոչ իշխանությունն է իրենց պատրաստում այս իրավիճակին, ոչ ընդդիմությունը։ Ինչ պետք է անել, որ մարդկանց հիբրիդային պատերազմն է, որը այո մարդիկ խճճվել են այս պատերազմի մեջ, գիտեք, այս փողոցային ընդդիմությունը իրենք միշտ ասել են նույն բանը, ինչ իշխանությունը, ուղղակի իրենք մանիպուլացնելով են ասել եւ իրենք այստեղ արտաքին քաղաքական ուժերի կռիվ է գնում եւ հետեւաբար այն ուժերը, որոնք արտաքին քաղաքական իրենց տերերն են, իրենց քաղաքական հայրերն են, այս պահին Հայաստանի Հանրապետությունում ես ասեմ քաղաքացիների շրջանակում, որին ապացույցն է նաև 60,000 ստորագրությունները մեր հավաքած, արդեն իրենց ռուսական ցանկացած բան մերժում է Հայաստանի Հանրապետության քաղաքացին եւ այս պահին աշխարհակաղակական տերերի կռիվ են անում։ Եվ իրենք ոչ մի կերպ չեն ասում խաղաղության պայմանագիրը իրենք չեն անելու, իրենք ոչ մի բան չեն ասում, իրենք միայն ասում են դուք վատն եք, իսկ լավ վատն եք, դուք ինչ եք անելու, այ ինչ են անելուն, երբ որ ասեն, այդ ժամանակ խաղաղություն են բերում, բայց արժանապատիվ խաղաղություն։ Բանակցել են Ադրբեջանի հետ, դիվանագիտական ճանապարհով ցանկացած իշխանություն, այս լինի, մյուսը լինի, միևնույնն է նույն բանակցությունները տանելու է։
Բայց իրենք ռազմավարական գործընկերոջ հետ հարաբերությունները կարգավորեն, որ փչացրեց իրենց համար, այո, ռազմավարական։ Այստեղ հենց այդ է, հենց ամբողջ կռիվը իրենց ռուսներին նորից բերել ու Հայաստանը կտոր նորից տալ Ադրբեջանին է։ Տարիներ շարունակ մեր ռազմավարական գործընկերը եղել է Ռուսաստանը, Ռուսաստանին տվել ենք ամեն ինչ, ստացել ենք ոչինչ, ստացել ենք ոչ թե ոչինչ, այլ ստացել ենք մանր կտոր, երբ Հայաստանի Հանրապետությունը, Արցախի Հանրապետությունը տվել է Ադրբեջանին։ Նույնն էլ շարունակում են, թե պատերազմի ամենածան ռազմավարական գործընկերներն են Ուկրաինայի ռազմավարական գործընկերները, որոնք ամեն ձև թե զենքով, թե ամեն ինչով աջակցում են անընդհատ ու դեռ շարունակում են աջակցել։ Ռազմավարական գործընկեր մենք չենք ունեցել պատերազմի ընթացքում, դա փաստ է։ Այս համատեքստում Տիկին Խաչատրյան վերադառնալով պարոն Մակարյանի հարցազրույցի մի կարևոր բացահայտում է անում, հավանաբար չգիտակցելով անգամ, որ ասում է, հիշեցնում է, որ կամ առաջ անգամ բացահայտում է, որովհետեւ իմ համար բացահայտում է, որ ինքը 2018 թվականի ապրիլին, երբ Նիկոլ Փաշինյանին ձերբակալեցին 1 օրով, առաջինն է եղել, որ այցելել Նիկոլ Փաշինյանին բանտախցում, հանդիպել է նրան եւ խոսել այդ թվում Արցախի մասին։ Ու ասում է, որ այդ ժամանակ ես Նիկոլ Փաշինյանին առաջարկեցի, որ ինքը հեռու մնա Ղարաբաղից, դիստանցավորվի Ղարաբաղից, Ղարաբաղի հարցից առհասարակ, որպեսզի ու օրինակներ է բերել, ասել է օրինակ Ուկրաինայում տեղի ունեցավ Մայդան, հեղափոխություն եւ Ուկրաինան պատժվեց Ղրիմը անեքսիայի ենթարկեց Ռուսաստանը։ Հետո ասում է Վրաստանում տեղի ունեցավ նույն բանը։ Վրաստանը պատժվեց իր տարածքների կողմով, Աբխազիայով, Օսեթիայով։ Ասում է հիմա Հայաստանում, որ սա տեղի է ունենում, դու կարող ես պատժվել Արցախով։ Հետևաբար ես առաջարկում եմ, որ դիստանցավորվես Արցախից, չբանակցես Արցախի մասին, չխոսես Արցախի մասին, ու առաջարկել է նաև Արցախի ղեկավարությունը, որ Նիկոլ Փաշինյանը ոտքի տեղ անգամ չունենա Արցախում։ Ճիշտ ասում եմ, ներքին պայմանավորվածություններով իրենց հետ ամեն ինչ դու կանես, որովհետև դու ես փողը տալիս, դու ես ռազմականապես իրենք կախված են Հայաստանից, բայց գոնե արտակուստ մարդիկ մտածեն, որ դու Արցախի հետ հնարավորինս կապ չունես, որպեսզի քեզ Արցախը որպես շանտաժի գործիք չկիրառեն ու քեզ դրա համար եւ այստեղ ինչն է բացահայտում Տիկին Խաչատրյան, որ փաստորեն Դաշնակցության ներկայացուցիչը բացահայտում է, որ Ռուսաստանը հատուկ պատժել է Հայաստանին Արցախով, այսինքն Ռուսաստանն է ըստ էության նվիրել Արցախը Ադրբեջանին։ Դրա համար էլ Հայաստանի պրոռուսական ուժերը Արցախում արեցին պատերազմից հետո ամենաթեժ ժամանակահատվածում իշխանափոխություն, դրդեցին Արցախին իշխանափոխություն եւ ու հանձնեցին Արցախը։ Երբ մենք ասում ենք Արցախում այս պահին, այս ծանր իրավիճակում չպիտի լինի իշխանափոխություն, թե պատանդների մեղավորն են այդ պրոռուսական ուժերը, ովքեր աջակցում էին Հայաստանից Արցախում իշխանափոխության, թե գերիների եւ թե Արցախի հանձնման գլխավոր, կարևոր կետերից մեկը եւ կարևոր դրդապատճառներից մեկը հենց դա էր։ Այսինքն սա կարելի ասել, որ ձեր ասած հեղաշրջումը Արցախում նաեւ ռուսական հետ կուներ։ Իհարկե, միանշանակ։ Այն ուժերը, որոնք այստեղից աջակցում էին այդ հեղաշրջմանը Արցախում, հենց դրան էլ տանում էր։ Մարգարյանի հարցազրույցը շատ կարևոր ու շատ տարբեր, շատ կարևոր կետեր տվեց մեզ հասարակությանը իրազեկելու, ինքը չգիտեմ միտումնավոր թե պատահաբար տարավ նրան, որ հասարակությունը ճանաչեց իրենք ցույց տվեցին, որ իրենք ուրախ են 27-ով, իրենք ցույց տվեցին, որ իրենք իմացել են Արցախի ճակատագրի մասին, իրենց աշխարհաքաղաքական տերերից եւ իրենք ցույց տվեցին, որ նույնիսկ Արցախի այդ հարցազրույցով, ցույց տվեց, որ նույնիսկ Արցախի տանում էր տարավ նրան, որ մենք արդեն իսկ համոզվենք, որ նույնիսկ Արցախի այսօր չլինելը հենց Ռուսաստանի աջակցությամբ է, Ռուսաստանի պատիժներ Հայաստանի Հանրապետությանը։ Շնորհակալ եմ Տիկին Խաչատրյան։ CVKM-ի եթերում զրուցեցինք Անի Խաչատրյանի հետ, տեսություն կհանդիպենք։ Չմոռանաք հավանել տեսանյութը և բաժանորդագրվել CVKM-ի YouTube-յան էջին։